Մահվան երգով ավտովթար Հոռոմ գյուղի մոտակայքում 9-ամյա երեխան տեղում մահացել է։ Մնացյալ տուժողները մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Քաջարյանի դեպքերից անմիջապես հետո մոնիտորինգ սկսվեց հանրապետության հիվանդանոցային ամբողջ ցանցում։ Գյումրիում ներհիվանդանոցային վարակների դեպքեր չկան, հավաստիացրել են պատասխանատուները։ Մեկնարկել է 5-րդ գումարման ազգային ժողովրդի նստաշրջանը, նիստը սկսվել է Գյումրիում տեղի ունեցած սպանության զոհերի և սահմանային վերջին դեպքերի ընթացքում զոհված զինվորների հիշատակի մեկ րոպեանոց հոտնկայց հարգանքի տուրքով։ Գյումրու հունահռոմեական ոճի ըմբշամարտի մասնագիտացված մարզադպրոցն այս տարի վերջապես կվերանորոգվի, արդեն կատարված են նախագծենախահաշվային աշխատանքները։ Օրվա նորությունների ընդհանրացման պասդարարն է եթերում, բարև ձեզ։ Փետրվարի 2-ին 0 ժամ 20 րոպեի սահմաններում տեղի ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար Շիրակի մարզի Հոռոմ գյուղի սկզբնամասում ՎԱԶ 2109 մագնիսի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկատվածից ու ընկել ջրանցքը։ Ավտոմեքենայում գտնվող ուղևորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ երեխաներից մեկը 2006 թվականին ծնված Մերուժան Գալոյանը տեղում մահացել է։ ՎԱԶ 2109 մագնիսի ավտոմեքենայում գտնվել է մի ամբողջ ընտանիք՝ հայրը, մայրը և երկու որդին։ Հոռոմ գյուղի սկզբնամասում շրջադարձի ժամանակ վարորդը չի կարողացել կառավարել ավտոմեքենան։ Այն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից։ Բախվելով ծառին, ավտոմեքենան ընկել է ջրատարը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Հոռոմից դուրս գալուց 2109 մեքենան դուրս է եկել երթևեկել մասից և ընկել է ջրատարը, որը բանամարդ նախատեսված ջրատարը։ Վերջինս փրկարարների կողմից կատարվել են մարտկոցի ուրեմն և ինչպես նաև գազի բալոնի տանջանոց աշխատանքները, որպեսզի մեքենայից բացառվի հրդեհ կամ այլ կեր։ Իսկ մինչ
այդ ավտովթարի հետևանքով տեղում մահացել է երեխաներից մեկը։ 2006 թվականին ծնված Մերուժան Գալոյանը դեպքի վայրից շտաբուժօգնության ավտոմեքենայով և մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով Գյումրիի բժշկական կենտրոն են տեղափոխվել վարորդը 1974 թվականին ծնված Արմեն Գալոյանը և նրա կինը 1984 թվականին ծնված Սիրանուշ Զաքարյանը։ Զաքարյան Սիրանուշը շտաբօգնության մեքենայով տեղափոխվել է Գյումրի բժշկական կենտրոն, կատարվել է անհրաժեշտ առաջին բուժօգնությունը, հիվանդը ներկայում գտնվում է հիվանդանոցում ստացիոնար բուժման մեջ և կատարվում է լրացուցիչ կորտիկոիդ հետազոտություններ, ինչից հետո պարզ կլինի հիվանդի հետագա տակտիկան։ Արմեն Գալոյանը համապատասխան բուժզնությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ մյուս որդին 2005 թվականին ծնված Վարամ Գալոյանը գտնվում է Գյումրու ավստրիական Մորիեման հիվանդանոցում։ Գիշերը ժամը 1-ի կողմերը հիվանդանոց են տունվել Գալոյան Վահանը, 10 տարեկան, անրագի կոդրվասկոտ տեղաշարժը և աչքի շրջանի սալջարդով։ Կատարվել է անպատասխան հետազոտություններ բուժօգնաբժշկի կողմից, վիճակը կայուն է, հանգիստ է, նախապատրաստվում է 1-2 օրից անպատասխան վիճակական միջամտություն։ Բժշկագնահատմամբ 10-ամյա երեխայի վիճակը միջին ծանրության է, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ալլա Բաղդասարյան, Խաչատուր Գևորգյան, Ազդարար։ Քաջարյանի բժշկական կենտրոնում հեպատիտիդով վարակի դեպքերի ուսումնասիրության նախնական եզրակացությունն արդեն հայտնի է։ Կատարվել են 2014 թվականին վիրահատված 192 հիվանդներից 68-ի և վիրահատված հիվանդների հետ առնչություն ունեցած բոլոր 27 բուժաշխատողի արյան զննությունները։ Վերջնական ախտորոշման արդյունքում 95 հետազոտվածից 13-ի մոտ արձանագրվել է հեպատիտ C-ով վարակվածություն, 7-ի մոտ ախտորոշվել է սուր հեպատիտ C։ Բոլոր վարակակիրները գտնվում են Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի մասնագետների հսկողության տակ։ Նախարարությունը նաև հորդորել է 2014 թվականին վիրահատված մյուս քաղաքացիներին մինչև փետրվարի վերջը ներկայանալ Քաջարյանի բուժկենտրոն կամ Նորք ինֆեկցիոն հիվանդանոց հետազոտության։ Նախարարի հանձնարարականով հանրապետության բոլոր բուժհաստատություններում իրականացվել է քննություն։ Քաջարյանի դեպքերից
անմիջապես հետո մոնիտորինգ սկսվեց հանրապետության հիվանդանոցային ամբողջ ցանցում ուշադրությունը սևեռվեց վիրահատարանների, գինեկոլոգիական դիալեզի բաժանմունքների, լաբորատորիաների, վիրակապարանների ու վարակազերծման կետերի վրա։ Շիրակի մարզում և Գյումրիում ներհիվանդանոցային վարակների նկատմամբ ուշադրությունը միշտ եղել է գերակա։ Ստացել ենք առողջապահության նախարարի հրամանը, որտեղ հակահամաճարակային մեթոդական ուղեցույց է ներհիվանդանոցային վարակների կանխարգելման համար։ Առողջապահության բաժնի պետն ասում է, տևական ժամանակ է Գյումրու ոչ մի հաստատությունում ներհիվանդանոցային վարակ կամ ավելին տարածում չի գրանցվել։ Արվում է ամեն ինչ ոչ միայն հաստատությունների և բժշկական սարքավորումների ախտահանման ու վարակի կանխարգելման համար, այլ բուժաշխատողների մասով են խնդրին հետամուտ։ Բուժաշխատողները պարբերական ձևով ենթարկվում են բժշկական սնության, ունեն ոնց որ աշխատանքային քրկուկներ խիստ պարտադիր, այդպես ունեն սանիտարական քրկուկներ, որտեղ իրենք քնում են, քսուկներ են տալիս, հետազոտվում են։ Եթե նրանք չեն ներկայացնում համապատասխան թույլտվություն աշխատանքին մասնակցելու համար, նրանք զրկվում են աշխատանքի մասնակցելուց մեր կողմից։ Մարզիև քաղաքի բոլոր բուժհաստատությունների ղեկավարներին փոխանցել են առողջապահության նախարարի հանձնարարականը։ Գրեթե բոլորում արդեն իրականացվել են համապատասխան նմուշառումները։ Ամբողջ ծննդատան ինչ-որ պետք է հանրայնացվի, այստեղ է կատարվում, թվային ավտոկլավեր և վերջի ժամանակներում է ստեղծվել 5 ֆիքսնյան կամից կարողանում ենք այստեղ բերել ժամանակի առումով և ամեն ինչով շատ հարմարավետ է։ Քաջարանում կատարված ծննդատան տնօրենն ասում է, անբացատրելի է հեպատիտ C-ով վարակվածները 2014-ին տարվա տարբեր ժամանակահատվածներում են վիրահատվել, տարել տարբեր վիրահատություններ։ Եթե հաշվի առնենք նաև հեպատիտ C-ի վարակման գաղտնի շրջանը տևում է բավականին երկար, այստեղ ավելի շատ պետք է մտածել ոչ միայն վարակի հնարավոր աղբյուրների ոչ նորմալ սանիտար հիգիենիկ պայմանների պահպանման, այլ նաև վարակի մշտական աղբյուրի օջախի առկայության։ 80-ականների բարեկեցություն և վարակի տարածում, մասնավորապես ստոֆիլոկոկ և պիոդերմիա։ 1980 թվականին այս երկու հիվանդություն պատահել էր Հայաստանի գրեթե բոլոր բուժհաստատություններին, հատկապես ծննդատաններին։ Չնայած այն հանգամանքին, որ դրանք եղել են ծայրաստիճան մաքուր, փափուկ ու բժշկական սարքավորումներն ախտահանվել են, վարակն այնուամենայնիվ տարածվել և նահանջել է բավական ուշ, որպես վարակի տարածման պատճառ նշվում է փակ տարածությունը։
սիրում ես լակոկ, ստրեպտոկոկ, փակ միջավայր, մաքուր և փակ միջավայր։ 88-ը եղավ այդ վարակի վերացման սկիզբը, երբ ծննդատների դռները բացվեցին բոլորի առաջ ու հիվանդանոցային գերախտահանված տակաշորերը փոխարինվեցին տանից բերվող սովորական հագուստներով և կտորներով, բոլորը մոռացան և ստաֆիլոկոկի և պիոդերմիայի ու ընդհանուր առմամբ ներհիվանդանոցային բոլոր տեսակի վարակների մասին։ Մյուս կարևոր պայմանը, որ մայրը երեխայի մոտ է, մայրը կարող է ձեռքերը չլվացնա, երեխայի մոտ է նա, հարազատ ինֆեկցիոն միջավայրում է, հերիքի, որ բուժ աշխատողը ձեռքերը չլվանա, նշանակում է ինֆեկցիա երեխան։ Այս երկարատև լռությունը քաջարանով խախտվեց հանրապետության բոլոր բուժհաստատություններն առանց բացառությունների ենթարկվել են զննության, նմուշառումներ են վերցվել ինչպես վիրահատարանների, վիրակապարանների և այլ կաբինետների օդից, ջրից, սարքավորումներից և հնարավոր ամեն ինչից, այնպես էլ բուժանձնակազմը ենթարկվել արտահերթ քննության։ Արմեն Նուհիմինասյան, Արթուր Մարգարյան, Ազդարար։ Դեղերի հայաստանյան շուկայում փոփոխություններ են սպասվում կապված Եվրասիական տնտեսական միության անդամակցելու հետ։ Լրագրողներին այսօր հայտնել է Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը։ Նա ավելացրել է, որ Ռուսաստանի, Բելարուսի, Ղազախստանի շուկաների հետ դեղագործության մեր շուկայի կանոնակարգումները ներդաշնակելու աշխատանք է տարվում։ Զաքարյանի խոսքով Հայաստանի դեղագործական շուկան շատ լավ է կանոնակարգված, համապատասխանեցված է միջազգային GMP ստանդարտներին։ Նա պարզաբանել է նաև, որ Հայաստանում դեղերի թանկացումը հիմնականում կապված է արտարժույթի շուկայում գործընթացների հետ։ Փոփոխություններ են սպասվում կապված Եվրասիական տնտեսական միության հետ միանալու, բայց ասեմ, որ ամբողջ տարին մենք զբաղված ենք լինելու, բավականին լուրջ զբաղված ենք լինելու Բելարուսի, Ռուսաստանի և Ղազախստանի հետ փորձելու հարմոնիզացնել դեղագործական շուկան։ Ասեմ, որ տարբերություն մյուս այլ ապրանքատեսակների դեղագործության կարգավորումը հետաձգված է մինչև 16 թվականի հունվարի 1-ը։ Անցյալ տարին Հայաստանի դեղագործական ոլորտի համար բավական արդյունավետ էր, կարծում եմ ինչպես նախորդ 7 տարիների ընթացքում նույնպես կարձանագրվի ստաբիլ 10-ից 15% աճ, չնայած անցյալ տարին 29%-ի չափ էր։ Ինչ վերաբերում է դեղերի գների դրոշմապիտակավորման հարցեր, ինչպես բոլորս տեսանք, և արժույթի հետ կապված, և դրոշմապիտակավորման
ուղղակի թանկացումներ տարվա վերջին եղան եւ դեռ մի քիչ պահպանվում են, դա իհարկե որոշ ենք հասնում արժույթի թանկացման հետ, քանի որ 90% Հայաստանի դեղերի ներմուծվում է, բնականաբար արժույթի հետ կապված նույնպես թանկացումներ եղան։ Մեկնարկեց 5-րդ գումարման ազգային ժողովի 7-րդ նստաշրջանը։ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը մինչ օրակարգին անցնել է հանդես է եկել հայտարարությամբ, որը վերաբերում էր Գյումրու ողբերգական դեպքին և սահմանի լարվածությանը։ Ազգային ժողովի նախագահն անդրադարձել է նաև վերջին շրջանում հաճախակի դարձած դիվերսիոն գործողություններին։ Գրանցվել է 117 պատգամավոր, քվորում ունենք, մեր աշխատանքները սկսում ենք։ Հարգելի գործընկերներ, ազգային ժողովի 5-րդ գումարման 7-րդ նստաշրջանը հայտարարում եմ բացված։ Հարգելի գործընկերներ, Հայաստանի Հանրապետության 5-րդ գումարման ազգային ժողովի 7-րդ նստաշրջանը մեկնարկում է մեր հասարակության համար ցավալի իրադարձությունների համապատկերում։ Դժվար է բառեր գտնել գնահատական տալու որոշակությանը, որ տեղի ունեցավ Գյումրիում հունվարի 12-ին։ Հասկանալով բոլորի զգացմունքները, կիսելով առկա մտահոգությունները, միաժամանակ վստահելով մեր ժողովրդի ստապ մտածողությանն ու սառը դատողությանը, ցանկանում եմ անձամբ իմ և ձեր աջակցությամբ նաև խորհրդարանի անունից ևս մեկ անգամ բարձրաձայնել, որ մեր իրավասությունների շրջանակներում մինչև վերջ հետևողական ենք լինելու հանցագործության բացահայտմանը։ Համոզված եմ, որ հանցագործությունն ամբողջովին կբացահայտվի և մեղավորները խստագույնս կպատժվեն։ Հարգելի գործընկերներ, այս օրերին առանձնակի էր դիվերսիոն գործողությունների հաճախականությունը հայ-ադրբեջանական սահմանի և Ղարաբաղ-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում։ Ի պատիվ մեր բանակի պետք է փաստենք, որ հայկական բանակը շարունակում է հաղթանակների ավանդույթը, հակառակորդին ոչ միայն հակահարված տալու, այլև կանխարգելիչ գործողություններ իրականացնելու միջոցով։
Ցավոք հակառակորդի դիվերսիոն գործողությունները կասեցնելիս հերոսի մահով զոհվեցին զինվորական պարտքը կատարող և բոլորիս անվտանգություն իրենց սեփական կյանքով պաշտպանած հայկական բանակի սպաներն ու զինվորները։ Ուստի խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգել Գյումրիի ողբերգության անմեղ զոհերի և հայրենիքի պաշտպանությունն իրենց կյանքը նվիրաբերած մեր հերոսների հիշատակը։ Պարոն Սահակյան, ձեր նշած դիվերսանտների ադրբեջանական զինուժի ակտիվացման ֆոնին կարծում եմ անթույլատրելի է այս հարցում ներքին կյանքում որևէ տարընթերցում թույլ տալու հնարավորությունը։ Ֆոնին կարծում եմ հրեշավոր դեպք է տեղի ունեցել հունվարի 31-ին Բերձորում և կարծում եմ, որ դա լրջագույն հարված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, Արցախի պետականությանը։ Այսօր հանրությունը այդ դեպքի կապակցությամբ սպասում է պատասխաններ և ես առաջարկություն ունեմ ձեզ, պարոն Սահակյան, կարծում եմ, որ իմաստ ունի, որ քննարկեք ազգային ժողովի պատգամավորների ներկայացուցչական պատվիրակություն ստեղծելու հարցը և այդ պատվիրակությունը անհապաղ մեկնի Ստեփանակերտ և Ղարաբաղի մեր գործընկերների հետ քննարկի տեղի ունեցածը։ Ես կարծում եմ միջև այդ ես այսօր փորձեմ արկել այդ հարցը իմ գործընկերոջ հետ Ղարաբաղի Հանրապետության ազգային ժողովի նախագահի հետ, կարծում եմ միջադեպի առումով Ղարաբաղի Հանրապետության, Արցախի Հանրապետության նաև պատկան մարմինները զբաղվում են, կփորձեմ այդ ինֆորմացիան որոշակի վերլուծությունների ենթարկել և կարձագանքեմ նաև ձեր հայտարարությանը։ Ավելի ուշ տեղի ունեցած լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ասել է, որ Բերձորում հիմնադիր խորհրդարանի ավտոերթի մասնակիցների նկատմամբ տեղի ունեցած բռնությունների հարցով Արցախ կմեկնի միջխորհրդարանական հանձնաժողովի շրջանակում ձևավորված խումբ։
Կառավարությունն արտահերթ կարգով ազգային ժողով է ներկայացրել եւ օրակարգում ընդգրկվել է շրջանառության հարկի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում կատարվող փոփոխությունների մասին օրենքի նախագիծը։ Հիշեցնենք, որ գործադիրը հետաձգել է փաստաթղթավորման պահանջը, ինչի դեմ պայքարում էին առևտրականները։ Վերջիններս այսօր կրկին հավաքվել էին ազգային ժողովի դիմաց, ինչպես եւ նախորդ հայտարարել էին։ Նրանք պահանջել են ընդհանրապես կամավոր դարձնել այս պահանջի կատարումը։ Ասում եք կազմակերպեք հանդիպում ոլորտային նախարարների եւ վարչապետի հետ, ասելիք ունենք, վստահ եմ, որ դուք շատ լավ ասելիք ունեք, բայց մենք էլ ասելիք ունենք եւ քննարկենք եւ վստահորեն ուզում ենք շատ կառուցողական մոտեցումով մեկտեղենք մեր մոտեցումները։ Շրջանառության հարկի այսօր առավոտյան տնտեսական հարցերի հանձնաժողովը քննարկել է։ Խնդիրը պետք է լուծենք իրականում հիմնավոր։ Եվ հիմնավոր խնդիրը դա քաղաքական կյանքի դրսևորումն է, ինչը նկարագրված է, որ 58 միլիոն շրջանառություն ունեցողները ունենան արտոնություն։ Քաղաքական մեծամասնությունը իդեպս նաև Հայաստանի Հանրապետության նախագահի պատրաստ են ամբողջապես այդ մարդիկ, ովքեր իրականում ունեն 58 միլիոն, ասեն, որ հարկային որևէ մեկ պարտավորություն դուք չունեք, բայց իրականում 58 միլիոն, ոչ թե ավել։ Ինչքան շուտ ձեր առաջարկությունները տակ, իսկ հիմա արդեն օրենսդրական նախաձեռնություն ունեք, կլսի կառավարությունը նաև շահագրգիռ կողմերին, եթե խնդիր կունենաք նորից քննարկման փուլ մտնելու, այսպես թե այնպես ձեր օրենսդրական նախաձեռնությունը շրջանառության մեջ է, կարող եք լսումներ կազմակերպել, կարող եք նոր քննարկումներ անել։ Ավելացնենք նաև, որ ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի ունեցել շրջանառության հարկի մասին օրենքի նվիրված քննարկում, որին մասնակցել է եւ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Քննարկումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասել է, որ հաջողվել է ընդհանուր եզրեր գտնել, որոշվել է, որ հարցը քննարկման կդրվի հաջորդ քառօրյայում։ Իսկ այսօրվա արտահերթ նիստը հետաձգվում է մինչև հաջորդ քառօրյա։ Մոտեցումների միջև բավական ընդհանուրություններ կան։ Մենք գտնում ենք, որ կարող ենք այդ ընդհանուր մոտեցումներով ներկայանալ հաջորդ քառօրյային, նշել է նա։ Պատգամավորի խոսքով ոչ իշխանականներն ընդգծել են, որ եթե հաջորդ քառօրյային ընդհանուր մոտեցումներ չձևավորվեն, ապա իրենք կրկին կնախաձեռնեն արտահերթ նիստի անցկացում։ Չնայած այս հայտարարությանը, շրջանառության հարկի օրենքի փոփոխությունների դեմ պայքարող փոքր ու միջին ձեռնարկատիրությամբ զբաղվողները ոչ միայն բավարարված չեն, այլև այսօր ժամը 18-ից նորից հանդիպել են վարչապետի հետ, բարձելու
Խոսքը օրենքի հերթական հետաձգման մասին է, թե կասեցման։ Վերաքննիչ դատարանը այսօր որոշել է անփոփոխ թողնել Շանթ Հարությունյանի և ընկերների գործով ընդհանուր իրավասության դատարանի 2014 հոկտեմբերի 17-ի որոշումը։ Հիշեցնենք, դատարանը տարբեր տարիների ազատազրկման էր դատապարտել «Ես սկսում եմ հեղափոխություն» կարգախոսով անցյալ տարվա նոյեմբերի 5-ին բողոքի ակցիա անցկացնելուց հետո կալանավորված Շանթ Հարությունյանին և նրա ընկերներին։ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքը հաղորդում է, որ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի պաշտոնից ազատելու մասին։ Ավելի վաղ էր տարածվել, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ գեներալ լեյտենանտ Մարտին Կարապետյանը կամավոր պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել պաշտպանության նախարարություն։ Նախարար Սերյան Օհանյանն ընդունել է դիմումը, ավելին վերջինս հանձնարարել է ինստիտուտի ամբողջ ղեկավար կազմին ազատել պաշտոնից։ Հիշեցնենք, որ փետրվարի 29-ին ժամը 6:35-ի սահմաններում Երևան քաղաքում տեղակայված ուսումնական զորամասի մարզահրապարակում կախված վիճակում հայտնաբերվել էր ինստիտուտի ծառայող Հայգազ Արկադիի Բարսեղյանի դին։ Հիշեցնենք նաև, որ դեպքի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով։ Հիշեցնենք նաև, որ մոտ 2 տարի առաջ ևս 2010 թվականի հուլիսի 3-ին Մարտին Կարապետյանը կամավոր պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել մեկ այլ միջադեպի պատճառով։ Հունիսի 1-ին ժամը 21:05-ի սահմաններում պահակակետի հերթափոխի ժամանակ 3-րդ կուրսի կուրսանտ պահակային Արմեն Վլադիկի Մելքումյանն իրեն ամրացված ինքնաձիգով կրակոց էր արձակել պահակադիր նույն կուրսի կուրսանտ Սիփան Գագիկի Մովսիսյանի ուղղությամբ և վերջինիս պատճառելով հրազենային վիրավորում։ Առաջնագծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակում է ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը։ Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն հունվարի 31-ին և փետրվարի 1-ին հակառակորդը Ղարաբաղ-ադրբեջանական հակամարզորդների շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 500 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից ու տարբեր տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 10,000 կրակոց։ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը վստահորեն իրականացնում են հատական հերթապահություն, անհրաժեշտության դեպքում դիմելով համապատասխան գործողությունների։
գործողությունների։ Գյումրիում տեղի ունեցած ողբերգական սպանության և դրան հաջորդած դեպքերի մասին տեղյակ է ռուսաստանցիների մեծամասնությունը 68% է, իսկ 1/3-ը ոչինչ չի լսել այդ մասին։ Այս մասին Ինտերֆաքսին հայտնել են սոցիոլոգիական հետազոտություններով զբաղվող Լևադա կենտրոնից։ Սպանությունից տեղյակների մեծամասնությունը 48% համոզված է, որ այս գործով հետաքննությունը պետք է վարեն թե ռուսական, թե հայկական քննիչները։ 42% կարծում է, որ դատարանը պետք է լինի ռուսական։ Հարցումներն իրականացվել են Ռուսաստանի Դաշնության 46 շրջանի 134 բնակավայրում 1600 հոգու շրջանում հունվարի 23-ից 26-ն ընկած ժամանակահատվածում։ Սանկտ Պետերբուրգում հաճախորդի և սրճարանի սեփականատիրոջ միջև վիճաբանությունն ավարտվել է հրաձգությամբ։ Հաճախորդն ու սրճարանի սեփականատերը սպանվել են, տեղեկացնում է Կուրսկ կենտրոն։ Սրճարանը գտնվում է քաղաքի ծայրամասում և ոստիկաններն այժմ ճշտում են, թե որքանով է օրինական եղել դրա գործունեությունը։ Համաձայն տվյալների հաճախորդները դժգոհել են սպասարկման որակից։ Սեփականատերն իր հերթին դժգոհել է որոշ հյուրերի պահվածքից, ցանկանալով վիճաբանության մեջ առավելություն ստանալ, հաճախորդներից մեկն ատրճանակ է հանել։ Պարզվել է, որ զինված է նաև սրճարանի ղեկավարը։ Հաղորդում է, որ սրճարանի այցելում Վրաստանի քաղաքացի է եղել։ Հենց նա է առաջինը կրակել սրճարանի Հայաստանի Հանրապետության քաղաքացի տիրոջ վրա։ Վիրավոր հայն էլ հասցրել է պատասխան հարվածը հասցնել վրացուն։ Բժիշկները մի քանի ժամ պայքարել են սրճարանի տիրոջ կյանքի համար, սակայն փրկել չեն կարողացել, տեղեկացնում է Ինֆորմինգ կենտրոն։ Միացյալ Նահանգների նախագահի աշխատակազմն ուսումնասիրում է Ուկրաինային մարտական զենք և սարքավորումներ մատակարարելու տարբերակը։ New York Times-ը վկայակոչերով իրենց անունը չբացահայտած ամերիկացի պաշտոնյաների հաղորդում է, որ պետքարտուղար Ջոն Քերին և Պենտագոնի ներկայացուցիչ գլխավոր սպայակույտի պետ Մարտին Դեմպսին պատրաստ են քննարկել այդ գաղափարը և որ ՆԱՏՕ-ի ռազմական հրամանատար Ֆիլիպ Բրիդլավը կողմ է այդ ծրագրին, մինչ այս Միացյալ Նահանգների աջակցությունն Ուկրաինային սահմանափակվել է ոչ մահացու զինամթերքի մատակարարմամբ։ Համենայն դեպս այդպես է ներկայացնում պաշտոնական Վաշինգտոնը։ Մինչև տարեվերջ Գյումրու հունարոմեական ոճի ըմբշամարտի մասնագիտացված մարզադպրոցը գյումրեցի ըմբիշներին կներկայանա այլ տեսքով։ Շենքը կվերանորոգվի և վերջիններս հնարավորություն կունենան մարզվելու առավել հարմարավետ պայմաններում։ Իսկ մինչ այդ գյումրեցի 3 ըմբիշ փետրվարի 19-ից 21-ը կմեկնի
Իրանի Իսլամական Հանրապետություն մասնակցելու աշխարհի գավաթի առաջնությանը։ Առաջին հայացքից խիստ անհրապույր թվացող այս շինությունը երբեք չէր ասի, որ նման բարձրակարգ մարզադպրոց է, որտեղ մարզվել են Հայաստանի պատիվը Եվրոպայի աշխարհի օլիմպիական առաջնություններում բարձր պահած մարզիկները։ Գյումրու հունահռոմեական ոճի մշամարտի մասնագիտացված մարզադպրոց այս տարի վերջապես կվերանորոգվի, եւ գյումրեցիներն այսուհետ ավելի շատ չեմպիոններ կունենան։ Գագիկ Ծառուկյանի խոստումը շենքը վերանորոգելու մասով արդեն կարծես իրականանում է։ Մարզադպրոցի տնօրեն Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզիչ միջազգային առաջին կարգի մրցավար Գևորգ Ալեքսանյանի վստահեցմամբ սայլը տեղից շարժվել է։ Շինարարները եկել են նախագծան նախահաշվարկային աշխատանքները կատարելու։ Ամբողջ դպրոցի դահլիճների վերանորոգում, տանիքի վերանորոգում, դրա հետ կապված պատուհանների փոփոխում կա, այստեղ դռների փոփոխում եւ մի փոքր տարածք կա, որը պիտի դպրոցի համար շոկեբանից կառուցվի։ Այդ ամեն ինչը իրեն հետ համաձայնեցված է, այդ աշխատանքները կատարվելու է։ Պարոն Ալեքսանյանը համոզված է, որ առավել լավ պայմաններում գործելու դեպքում իրենք ավելի մեծ հաջողություններ կունենան։ 2000 թվականից այդպիսի տարի չկա, որ մենք չունենանք եվրոպական կամ աշխարհի առաջնությունից մեդալներ, տարբեր տարիքների։ Համոզված եմ, որ եթե ավելի լավ պայմաններ ունենանք շոկեբանից, ունենանք բանակային պայմաններ, հանդերձարաններ, մարզիկների քանակը ավելի կշատանա։ Ներկայումս այս մարզադպրոցում մարզվում է 180-ից ավելի մարզիկ։ Նրանցից շատերը նոր են վերադարձել մեծահասակների Հայաստանի առաջնությունից։ Հիմա էլ պատրաստվում են մասնակցել ուսումնամարզական հավաքին, որտեղ մարզադպրոցը կմասնակցի իր 3 մարզիկով, ովքեր եւ փետրվարի 19-ից 21-ը Իրանի Իսլամական Հանրապետությունում կմասնակցեն աշխարհի գավաթի առաջնությանը։ 21-ամյա Կարապետ Չալյանը մեկն է նրանցից։ Նա 11 տարի անընդմեջ մարզվել է։ Պատանների առաջնությանը գրավել է 2-րդ տեղը։ 2013 թվականին երիտասարդների Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում եղել է չեմպիոն։ Երիտասարդ մարզիկը տրամադրված է հաղթական եւ ուրախ է, որ մարզադպրոցը վերանորոգվելու է, քանզի հարմարավետ պայմաններում մարզվելն ավելի հաճելի է։ Ավելի լավ, ավելի հավեսով պարավենք, լավ արդյունքներ հասնենք։ Ամեն օր պարավում եմ 2 անգամ, 2-3 ժամով, և տրամադրությունը մարտական է։ Իդեպ հունահռոմեական ոճի մշամարտի մասնագիտացված մարզադպրոցի շինաշխատանքների մեկնարկը կտրվի գարնանը։ Լուսինե Պողոսյան, Արթուր Մարգարյան,
ազդարար։ Առանձնացված նորություններն այսպիսին էին։ Նորությունների կարող եք հետևել նաև այցելելով 3w.ch